Այստեղ աղջիկ ջան, նստողները լրիվ ազատամարտիկներ են։ Եկել ենք Գերագույն հրամանատարին աջակցելու։ Այսքան մի բան։ Իսկ ինչ կարող եք պատմել հենց այդ պատերազմների տարիներից, օրինակ Ռոբերտ Քոչարյանը հիմա հայտարարում է, որ իր տարիները ամենախաղաղն են եղել, բանակը ամենազարգացածը։ Խոսալ է մեր Գուցե ես համաձայն չեմ։ Ես էլ համաձայն չեմ։ Ամեն աստծոր մի գոնե մի հատ զոհ ենք ունեցել։ Ռոբերտ Քոչարյանի ու մնացած բոլորի։ Գերագույն Ամեն հրամանատարի աստծոր մի զոհ։ Քանի տարի են ղեկավարը։ Նոր ես էլ եմ հետո։ Քանի տարի են ղեկավարը ու 10 տարի բազմապատկեք ամեն մի օրով։ Ռիշխան զոհ ենք տվել։ Այսինքն խաղաղություն ուզում եք ասել չի եղել, որի մասին։ Միանշանակ չէ։ Միանշանակ չէ։ Ով կարա ապացուցի չի կարա։ Որովհետև ամեն մի աստծոր մի զոհ ունեցել է ամենակիչը սահմանին։ տարեկան ամենակիչը իմ գիտենալով 300-ից ավել զոհ ենք ունեցել սահմաններին, այդ օրերին, այդ թվերին, այդ ամենակիչը։ Իսկ բանակի հզորության մասին, որ խոսում են նույն նախկին ուժերը, նախկին ղեկավարները, նույն Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ իր ժամանակ բանակը ամենահզորն է։ Ինչ արել որ ասելով չի, ապացուցելով։ Հին զենքերով էլի, հին բուժկեքով։ 60-ականի բուժկեքով են ուժեղ եղել։ Ես չեմ ուզում շատ բան խոսալ։ Խաղաղության գործընթացին հավատում եք, որ հնարավոր է խաղ։ Այսօր Միանշանակ։ շատ կներես, Ստեփան։ Այսօր ում այս ազատամարտներին ամենաշատն է պետք խաղաղությունը, որովհետև տեսել ենք 3 պատերազմներ։ Դրա համար մեզ խաղաղություն է պետք, որ մեր թորները, մեր ծորները խաղաղությամբ ապրեն, խաղաղ գնան բանակ տարի ու կեսը ծառայեն իդ կան, մի 15 օրից հետո իմ թորը գնալու է բանակ։ Սիրով ճանապարհում եմ, գիտեմ որ խաղաղ ալելու, հանգիստ ալելու, ես որպես ազատամարտիկ այսօրվա օրով գոհ եմ, որ իմ թորը պիտի գնա այս լավ բանակում ծառայի, ուտելիքը լավ, հագուստը լավ, տարի ու կեսը ինչա որ շատ գոհ ենք, եւ եկել ենք Սահմանել ապահով։ Խաղաղությունը մեզ է պետք, ազատամարտիկների, ուրիշ ոչ մեկ, երևի թե։ Այսինքն բանակի արդիականացմանը, նոր զինատեսակներին գոհ եք այդ ամեն ինչից, այդ աշխատանքից։ Այո, գոհ ենք, հիմա գոհ ենք, եւ ես կասեի, որ այսօր մեր բանակը շատ լավ վիճակում է, ով ես մի քիչ տեղյակ եմ դրանից, ու գիտեմ, որ ավելի լավ ենք ելնելու, որ թողնեն հանգիստ ապրենք, խաղաղությունը բերվի, արդեն բերված է, եւ մենք կզգանք, որ ազատ թող մեր երեխեք գնան ծառայեն հայրենիքին, ով պիտի բայ մեր հայրենիքը, մենք թե օտարը, մենք, մեր հայ ժողովուրդը, հայ զինվորը պիտի ուժեղ լինի, չմտածի ընտանիքի մասին, չմտածի ուրիշ բաների մասին, միայն իրան հասնում է տարի ու կեսը, խաղաղ գնա ծառայ ու վերադառնա տուն։ Իսկ լավ է, որ տարի ու կես դարձավ։ Այո, իհարկե, ինչի մասն է խոսքը։ Լավ չի, որ երեխեն այնտեղ կոփվում է, գալիս է, որը սովորում է, որը ամուսնանում է, որը աշխատանքի հասնում է, հազար ու մի ձևի բան։ Լավ, իսկ ուժեր կան, որ ասում են, այս խաղաղությունը իրենց ուզած խաղաղությունը չի արժանապատիվ, չի Քոչարյանը, Սամվել Կարապետյանը ասում են գալու են երաշխավորներ բերեն, Ռուսաստան, Չինաստան։ Դո լավ էլի, քույսը տիրքո վրա, այն թվերին էլ են այդենց ասում։ Հազար ներողություն։ Ասա։ Նման ասողներ ուրեմն հայոց պատմությունը չգիտեն, երբեք չեն կարդացել։ Ինչ եք նման պնդում անում։ Կա մի տարեթիվ, որ հայ հողը վաճառելը, հայ հողը նվերատվե միայն ռուսը։ Դա փաստ է։ Այսօր ինչի մասին ենք խոսում։ Այսօր որ ուզում ենք կայունանանք, առանձնանանք, դառնանք ինքնուրույն։ Չորսյանից խոչընդոտում են ինչի, որովհետև Հայաստանի պատմությունը չգիտեն, հայ ազգի պատմությունը չգիտեն։ Այդ մեկ անգամ եթե կարդան, պետք է խելոք համաձայնվեն այդ մտքի։ Այսինքն Կարապետյանը, Քոչարյանը, երբ որ ասում են երաշխավոր Ռուսաստան, դա Ես անուններ չեմ տալիս, բացարձակ։ Ով որ դեմ է, որ մենք պետք է պահենք մեր սահմանը, նա ուրեմն պատմություն չգիտի։
Всё։ Այսինքն խաղաղության համար պիտի մենք ուժեղ Մենք, իհարկե այո։ մենք։ Ընտանիքի գլուխը եթե թուլել է, այդ ընտանիքը ընտանիք չի կարող դառնալ։ Մեր ընտանիքն է, ի՞նչ տարբերություն։ Իսկ ժողովրդավարությունը ինչպես է գնահատում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում այս դրական դինամիկան, Եվրամիության հետ հարաբերությունները, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, Մարկո Ռուբիոն էր այստեղ, որոշակիորեն պարբերաբար նաև քննադատում։ Գերազանց էր այդ ամենը, գերազանց։ Աշխարհը ճանաչեց Հայաստանին։ Աշխարհը ճանաչեց։ Մեզով էր մանում։ Ինձ մի անգամ Բելարուսիայում ասեց հարցերին թե որտեղից ես, ասե Հայաստանից եմ, ասեն դա որտեղ է։ Իսկ այսօր ամբողջ աշխարհը արդեն գիտի հայը որտեղ է, ինչ է, եւ ես գոհ եմ այդ ամենից։ Այսինքն Ամերիկայի հետ հարաբերությունները Բոլորի հետ էլ պետքա որ բարեկամը լես։ Ինչքան կարաս հարևանիդ հետ թշնամի լես։ Երկար չի տևի։ Դրա համար պետք է Ամերիկան էլ, Եվրոպան էլ, Ռուսաստանն էլ եւ մյուսներն էլ։ Բոլորի հետ բարեկամություն պիտի անես։ Բայց փետը ձեռքը չգցես։ Փետը ձեռքը չգցես։ Այո։